2010 թվականի դեկտեմբերի 26-ին գիշերը ժամը 3-ին Երևանի Տերյան փողոցում ազգային գրադարանի շենքի հարևանությամբ կայանված ավտոմեքենան հարուցել էր այդ տարածքում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների կասկածը։ Մեքենայում գտնվող 3 քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։ Հենց այստեղ էլ պարզվել էր, որ կասկածներն անհիմն չէին։ Նույն օրը մեքենայի զննությամբ հայտնաբերվել էին 12 մեծածավալ սպորտային պայուսակներ, հայտնաբերվել էր լինգ, լապտերներ և բազմաթիվ բանալիների տրցակ, ինչը որ լուրջ հիմքեր էր տվել կասկածելու, որ քաղաքացիները պատահաբար չէին հայտնվել ազգային գրադարանի շենքի մոտ։ Բերման ենթարկվածները ոստիկանության ակադեմիայի ուսանող Վարդան Եղիազարյանը, Կարեն Հովանիսյանը և Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին ձերբակալվելով տվել էին խոստովանական ցուցմունքներ, այն մասին, որ իրենք փորձել էին մուտք գործել ազգային գրադարանի շենք և կատարել առանձնապես խոշոր չափերի գողություն։ Քրեական գործը անմիջապես փոխանցվել էր հատուկ քննչական ծառայության վարույթ, նկատի ունենալով, որ կասկածյալների մեջ կար ոստիկանության ծառայող, այսինքն հատուկ քննչական ծառայության ենթակա քրեական գործերով սուբյեկտ։ Արդեն հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ պարզվեց, որ բացահայտված և կասեցված գողությունը Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլիի հայաստանյան հանցավոր գործունեության առաջին փորձը չէր, այլ հակառակը միայն եզրափակիչ դրվագը։ Բայց նախաքննական մարմինը բացահայտեց հայաստանյան գրադարանային գողության հեղինակ Վաժա Ազարիաշվիլիի կյանքի վրաստանյան որոշ իրողություններ։ Պարզվեց, որ Վաժա Ազարիաշվիլին դեռևս 2003 թվականից աշխատել էր Վրաստանի ոստիկանությունում հնատիպ արժեքավոր մշակութային արժեքների պահպանության լեգիոնում որպես ոստիկան։ Հետագայում այդ աշխատանքի ընթացքում ձեռք էր բերել հմտություններ գրքերի մշակման, իրացման, դրանց վերաբերյալ, դրանց հետ կապված գործողություններ կատարելու որոշակի մասնագիտական հմտություններ։ Այնուհետև 7 թվականին հեռացվել էր ոստիկանության համակարգից կարգապահական խախտումների համար և 2008 թվականին Վաժա Ազարիաշվիլին Վրաստանի իշխանությունների ոստիկանության կողմից ձերբակալվել էր Վրաստանի ազգային գրադարանից գրքերի գողություն կատարելու համար, այսինքն մեր մոտ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Վաժա Ազարիաշվիլին նաև հանդիսանում էր Վրաստանում քննվող գործով մեղադրյալ։ Ավելին, պարզվեց նաև, որ Վրաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Վաժա Ազարիաշվիլիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այսպիսով 2009 թվականին սեփական հայրենիքում բացահայտվելով և ապօրինի եկամուտից զրկվելով Ազարիաշվիլիին այնուամենայնիվ հաջողվում է հատել հայ-վրացական սահմանը և իր հանցավոր գործունեությունը տեղափոխել Հայաստան։ Վաժա Ազարիաշվիլիի ձերբակալությունից և ավտոմեքենայի միջից հանցագործության մասին վկայող առարկաների հայտնաբերումից հետո խուզարկություն կատարվեց նաև նրա երևանյան բնակարանում։ Այստեղ ևս հայտնաբերվեցին բանալիների տրցակներ, կողպեք քանդելու տարբեր գործիքներ ու հարմարանքներ, ինչպես նաև աչքերի կտրվածքով գործվածքից 2 դիմակ։ Հետագայում արդեն քննությամբ պարզվեց, որ բանալիները Վաժա Ազարիաշվիլին ձեռք էր բերել Երևան քաղաքի տարբեր խանութներից, դրանց մեջից ազգային գրադարանի դռները բացող բանալիներն առանձնացնելու նպատակով։ Սկզբնական փուլում կասկածյալ Վաժա Ազարիաշվիլին հերքեց իր առնչությունը հայտնաբերված դիմակների հետ, սակայն քրեական գործով նշանակված կենսաբանական և դատաբժշկական փորձաքննություններով հաստատվեց, որ դիմակների վրա առկա է Վաժա Ազարիաշվիլու մազերը և նրա թքի կամ արտաթորանքի հետքերը։ Վաժա Ազարիաշվիլիի հանցակից գործընկերներից ոմանք իրենց ցուցմունքներում նշեցին, որ սկզբնական շրջանում ազգային գրադարանի շենք մուտք գործելու համար Ազարիաշվիլին և նրա ուկրաինացի գործընկեր ոմն Վլադ Տրուբիցինը օգտվել են այդ դիմակներից, վախենալով հնարավոր բացահայտումից։ Դիմակներով էին մտել
գրադարանի շենք զուտ տեսախցիկներով նկարահանվելու հնարավորությունը բացառելու համար, այսինքն սկզբում լավ ուսումնասիրած չէր շենքի տարածքը եւ չգիտեին, որ իրականում անվտանգության տեսախցիկներ չուներ ազգային գրադարանը։ Նախաքննական մարմինը կատարեց նաև քննչական փորձաքննություն։ Վաժա Ազարյաշվիլիի տնից եւ ավտոմեքենայից հայտնաբերված բանալիները համեմատվեցին ազգային գրադարանի շենքի բոլոր գրապահոցների կողպեքի բանալիների հետ։ Բացահայտումն առավել քան հետաքրքրական էր։ Պարզվեց, որ բանալիների գերակշիռ մասը բացում էին ազգային գրադարանի գրապահոցների դռները։ Ավելին, մեկ բանալին բացում էր նույնիսկ մի քանի տուր։ Այս պարագայում թերևս զարմանալի չէ, որ ազգային գրադարանից 2-3 տարի շարունակ կատարված գողություններն աննկատ էին մնացել։ 2010 թվականին Վաժա Ազարյաշվիլին իր հանցավոր գործունեությունը Հայաստանում ծավալելուց առաջ նախ համաձայնության էր եկել ազգությամբ ուկրաինացի Վլադ Տրուբիցինի հետ, ով պետք է աջակցեր ազգային գրադարանից գողացած հնատիպ արժեքավոր գրքերը իրացնելու հարցում։ Իդեպ հատկանշական է, որ Վրաստանի ազգային գրադարանից Ազարյաշվիլիի կատարած գրքերի գողության մասին վրացական լրատվամիջոցների հաղորդումներում նշվում է, որ դրանք նախատեսվում էր իրացնել հենց Ուկրաինայում։ Բացի ուկրաինացի գործընկերոջից Ազարյաշվիլին նաև հայ համախոհներ էր գտել, այն էլ հենց գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանների շրջանում։ Հանդիսանալով նախկինում նման ծառայություն Վրաստանում նման ծառայություն իրականացնող անձ Վաժա Ազարյաշվիլին քաջ գիտակցել էր, որ գողությունների կատարումն ավելի կհեշտանար, եթե գրքերի շենքի պահպանություն իրականացնող ոստիկանների մեջ ձեռք բերեր հանցագիծ։ Այդ նպատակով հավաքագրվել էր գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանը։ Իր ծառայության օրերին Երվանդ Ղամբարյանը թույլ էր տվել Վաժա Ազարյաշվիլիին եւ Վլադ Տրուբիցինին մուտք գործել ազգային գրադարանի գրապահոցներ։ Այստեղ նրանք ընտրել էին արժեք ներկայացնող գրքերը, սակայն իրենց հետ դուրս չէին բերել, այլ առանձնացրել էին եւ թողել գրապահոցներում։ Բացի այդ, նրանք Երվանդ Ղամբարյանի մոտ էին թողել իրենց հետ բերած պայուսակները եւ դատարկաձեռն հեռացել գրադարանից։ Երվանդ Ղամբարյանն իր ավտոմեքենայով ընտրված առանձնացված գրքերը պայուսակների մեջ իր ավտոմեքենայով հանել էր գրադարանի տարածքից եւ հանձնել Վաժա Ազարյաշվիլուն։ Այդ եղանակով 2010 թվականից մինչև 10 թվականի հուլիսից մինչև 11 թվականի նոյեմբերը այդ ժամանակահատվածում նրանց հաջողվել էր գրադարանից հափշտակել շուրջ 7.5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժողության 150 միավոր ռուսերեն գրքեր, որոնք բոլորը եղել էին 1800-1900-ական թվականների հրատարակության եւ ունեցել էին մատենագիտական նշանակություն։ Նշենք, որ իր այս ծառայության դիմաց Երվանդ Ղամբարյանը Վաժա Ազարյաշվիլիից $20,000 վարձատրություն էր ստացել։ Բայց մեկ տարի անց Երվանդ Ղամբարյանի եւ Վաժա Ազարյաշվիլիի միջև խնդիրներ էին առաջացել կապված իրացումից առաջացած գումարի բաշխման հետ, եւ վերջինը որոշել էր փոխել հանցակցին։ Ու դարձյալ ընտրությունը կանգ էր առել շենքը պահպանող մեկ այլ ոստիկանի վրա։ Վաժա Ազարյաշվիլին իր համար տաքսու ծառայություններ մատուցող Կարեն Հովանիսյանի միջոցով ծանոթանում է Վարդան Եղազարյանի հետ։ Վարդան Եղազարյանը նախկինում ծառայել էր նույն գնդում, որտեղ որ այդ ժամանակ ծառայում էին Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանները։ Վարդան Եղազարյանի միջոցով վստահելի հարաբերություններ էր հաստատել Վաժա Ազարյաշվիլին Դավիթ Ղամբարյանի հետ։ Ծանոթացել էին, մտերմացել էին, նույնիսկ ավելի հարաբերությունները ավելի մտերմացնելու նպատակով Վաժա Ազարյաշվիլին հանդիպումներից մեկի ժամանակ Երվանդ Ղամբարյանի ծննդյան օրվա կապակցությամբ $200 գումար էր նվիրել եւ $200 գումարի նվիրելուց հաջորդ օրը անմիջապես կատարել էին գողության Դավիթ Ղամբարյանի կողմից օժանդակելու առաջարկը։ Դավիթ Ղամբարյանն ընդունել էր առաջարկը, հատկապես որ հանցագործությանը նպաստող բարենպաստ հանգամանքներ ուներ։
Ազգային գրադարանի պահպանության վերակարգը կազմված է 2 ոստիկանից։ Դավիթ Ղամբարյանի ծառայակից Աբգար Հովսեփյանը անձնական ինչ-ինչ պատճառներով որպես կանոն ծառայության ավարտից 1 ժամ շուտ էր լքում ծառայության վայրը, եւ փաստորեն Դավիթ Ղամբարյանը շուրջ 1 ժամ ազատ գործելու հնարավորություն ուներ։ Պայմանավորվածության համաձայն 2011 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 8-ին Դավիթ Ղամբարյանը, երբ Աբգար Հովսեփյանը կրկին անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ լքել էր ծառայության վայրը, բացում է ազգային գրադարանի վարչական շենքի մուտքի դռները, Վաժա Ազարյաշվիլին եւ Կարեն Հովհաննիսյանը ներս են մտել, ընտրել են գրքերը, առանձնացրել, ապա Թամանյանական մասնաճյուղի մուտքի դռան հետևի արգելաձողերն են հանել, որպեսզի հնարավորություն ստեղծեն փողոցի կողմից դուռը հարմարեցված բանալիով բացելուն։ Այս նախապատրաստական գործողությունները կատարելուց հետո հեռացել էին ազգային գրադարանի շենքից։ Եվ արդեն նույն օրը գիշերը, ամսի դեկտեմբերի 26-ի գիշերը, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղազարյանի հետ, Վաժա Ազարյաշվիլին, Վարդան Եղազարյանի վազ 2107 մագնիշի ավտոմեքենայով իրենց հետ վերցնելով կեռ ձողը, լապտերները եւ պայուսակները գրքերի տեղափոխման համար, հարմարեցված բանալիները, դրանք իրենց հետ վերցնելով գալիս են գիշերը ժամը 3-ի սահմաններում ազգային գրադարանի վարչական շենքի Թամանյանական մասնաճյուղի դռան մոտ։ Անմիջապես մուտք գործելու փորձից առաջ բռնվում են ոստիկանության կենտրոնական բաժնի ոստիկանների կողմից եւ բերման ենթարկվում ոստիկանության բաժին։ Վաժա Ազարյաշվիլիի հայաստանյան արկածներն այսքանով չեն սահմանափակվում։ Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվեց, որ Վաժա Ազարյաշվիլին միաժամանակ Երևանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանից է գողություն կատարել եւ դարձյալ գողոնը 1800-ից 1900 թվականների տպագրության արժեքավոր մատենագիտական նշանակություն ունեցող գրքեր էին։ Հետաքրքրական է, որ Ազարյաշվիլին այս անգամ ոչ թե գաղտնի էր գործել, այլ բացահայտ։ Ծրագրված հափշտակությունը կատարելու համար նա գրադարանի աշխատակիցներին եւ բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանին ներկայացել էր որպես Վրաստանից ժամանած գիտաշխատող, ով աշխատություն է գրում հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության մասին, եւ այդ նպատակով ուսումնասիրում է ռուսերեն հրատարակության Վրաստանի պատմության թեմաներով գրքեր։ Պատրվակը հնարավորություն էր տվել ձեռք բերել լուրջ վստահություն եւ ժամանակ առ ժամանակ գրքերը կարգի կանոնների խախտմամբ գրադարանից դուրս տանել տուն։ Այս հարաբերությունների ընթացքում նաեւ Հասմիկ Դուրգարյանին նյութական կախվածության մեջ գցելու եւ ապա հետագայում ֆինանսական շահագրգռվածությամբ հափշտակություն կատարելուն դրդելու նպատակով Վաժա Ազարյաշվիլին 2011 թվականի սեպտեմբերին Հասմիկ Դուրգարյանին 9000 ամերիկյան դոլար էր ի պահ տվել, պատճառաբանելով կեղծ պատրվակով, թե ինքը Երևանում իր բնակության վայրում նման խոշոր գումար պահելու հնարավորություն չունի։ 9000 ԱՄՆ դոլար տալուց հետո շուրջ 1 ամիս այդ գումարի հետևից չգալով Վաժա Ազարյաշվիլին հնարավորություն էր տվել Հասմիկ Դուրգարյանին իր որոշ ֆինանսական կարիքները դրանով հոգալու։ Այս հանգամանքից օգտվելով էլ Վաժա Ազարյաշվիլին Հասմիկ Դուրգարյանին առաջարկել էր յուրացնել եւ իրեն վաճառել գրադարանի որոշ արժեքավոր գրքեր։ Հասմիկ Դուրգարյանն էլ չդիմանալով այդ գայթակղությանը գրադարանից Վաժա Ազարյաշվիլու առանձնացրած 17 միավոր գրքերը առանձնացրել, տեսակավորել եւ հանձնել էր Վաժա Ազարյաշվիլուն, հափշտակել էր, այսինքն եւ հանձնել Վաժա Ազարյաշվիլուն, որի դիմաց լրացուցիչ ստացել էր Վաժա Ազարյաշվիլուց 6000 ամերիկյան դոլար։
Հանցագործությունը բացահայտված էր, սակայն դեռևս անհայտ էր մնում գողացված գրքերի ամբողջական ցանկը։ Հայտնի էին միայն այն գրքերը, որոնք հնարավոր եղավ նախաքննության փուլում հայտնաբերել եւ վերադարձնել գրադարաններին։ Թե ուրիշ ինչ արժեքավոր գրքեր էին դարձել հանցագործների ավար, չափազանց դժվար էր պարզել։ Եվ այստեղ իրավապահներին օգնության հասավ հանցագործների թույլ տված անփութությունը։ Պայուսակների մեջ գտնվեցին, հայտնաբերվեցին, զննվեցին եւ առգրավեցին գրապիտակներ, որոնք բնորոշ էին գրադարաններում պահվող գրքերի համարակալման կամ այլ հաշվառման թղթերի, հայտնաբերվեցին հին գրքերից պոկված թերթի կտորներ, տեքստերով իհարկե, եւ սրանց միջոցով նախաքննության ընթացքում հնարավոր եղավ վերականգնել, լրացնել այն գրքերի ցուցակը, որոնք հափշտակվել էին Վաժա Ազարիաշվիլու կողմից նախկինում եւ որոնք այդ պայուսակներով տեղափոխվել էին ազգային գրադարանի վարչական շենքից։ Շնորհիվ այս ապացույցների ու նաև գրադարաններում կատարված գույքագրումներով հիմնավորվեց, որ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառվել է 13 միլիոն 127 հազար դրամի վնաս։ Դրանից 6 միլիոնը վերականգնվել է հենց նախաքննության փուլում։ Ընդ որում գերակշիռ մասը վերականգնել է Երևանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանը։ Բացի այդ, մեղադրյալներին պատկանող շուրջ 28 միլիոն դրամ արժեքով գույքի վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պատճառված վնասը հնարավոր կլինի ամբողջությամբ վերականգնել։ Ինչ վերաբերում է գողացված գրքերին, դրանք հայտնաբերել այդպես էլ չի հաջողվել։ Անհայտ է մնում նաև, թե արդյոք դրանք դեռ Հայաստանում են, թե հանցագործներին մինչ ձերբակալությունն արդեն հաջողվել էր դուրս բերել դրանք հանրապետությունից։ Հատկանշական է, որ Վաժա Ազարիաշվիլին թեև նախաքննության փուլում հերքում էր հանցանքի կատարման փաստը, բայց իրավապահներին առաջարկել էր բաց թողնել իրեն, խոստանալով այդ պարագայում վերադարձնել գրքերը։ Գործի նախաքննության, ինչպես նաև դատաքննության ընթացքում Վաժա Ազարիաշվիլուն բազմիցս բացատրվել է, որ հանցագործությամբ ձեռք բերված գույքը, տվյալ դեպքում հափշտակված գրքերը, որոնելուն աջակցելը, ինչպես նաև հանցագործության պատճառված վնասը հատուցելը կամ վերացնելը, քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն դիտվում են որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ, սակայն Վաժա Ազարիաշվիլին, չնայած նախաքննական մարմնին եւ դատարանին, բազմիցս շարունակական տրված խոստումների, ուրեմն հափշտակված գրքերը չի ներկայացրել։ Մնում է ենթադրել, որ կամ Ազարիաշվիլին գրքերն արդեն յուրացրել էր, կամ դրանք շատ ավելի թանկ էին, քան իր ազատությունը։ Նախաքննության ձեռք բերված ապացույցներով ի վերջո մեղադրանք առաջադրվեց 7 քաղաքացու, որոնցից մեկը նշվեցի արդեն Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին էր, ապա 2 ոստիկաններ, որոնք իրականացրել էին Հայաստանի ազգային գրադարանի շենքի պահպանությունը, Երվանդ Ղամբարյանն ու Դավիթ Ղամբարյանը, մեկը Վարդան Եղազարյանը ոստիկանության ակադեմիայի ուսանող էր, մեղադրանք առաջադրվեց նաև Կարեն Հովհաննիսյանին եւ Երևանի պետական համալսարանի գրադարանի վարիչ Հասմիկ Դուրգարյանին, իսկ անփութության համար էլ մեղադրանք առաջադրվեց ազգային գրադարանի շենքի պահպանություն իրականացնող ոստիկաններից Աբգար Հովսեփյանին։ 7 մեղադրյալներով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց Երևանի կենտրոն եւ Նոր Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։ Ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով բոլոր 7 մեղադրյալները մեղավոր են ճանաչվել առաջադրված հոդվածների ողջ ծավալով։ Պատիժներ նշանակելիս դատարանը հաշվի է առել ինչպես հանցագործությունների, հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը, այնպես էլ հանցավորների անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները։ Մասնավորապես, որպես ամբաստանյալ Վաժա Ազարիաշվիլու պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ,
հաշվի է առնվել հանցանքները նրա կողմից որպես արհեստ կատարելը, ինչպես նաև հանցագործությունների կատարման մեջ առանձնապես ակտիվ դեր ունենալը։ Իսկ Երվանդ Ղամբարյանի եւ Դավիթ Ղամբարյանի առումով հանցագործությունը մասնագիտական երթումը խախտելով կատարել է։ Ամբաստանյալների փաստաբաններն առաջին ատյանի վճիռը բողոքարկել են նաև վերաքննիչ դատարանում։ Իսկ Վճռաբեկ ատյանին դիմելու ժամկետը դեռ սպառված չէ։ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը, ամբաստանյալներ Վաժա Ազարիաշվիլու, Դավիթ Ղամբարյանի, Վարդան Եղիազարյանի եւ Աբգար Հովսեփյանի պաշտպանները։ Վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշմամբ բերված վերաքննիչ բողոքները մերժվել են եւ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան հրապարակվելու պահից մեկամսյա ժամկետում։ Հանցագործության բացահայտումից եւ մեղավորներին պատժելուց բացի կարևոր է նաեւ դրա հնարավոր կրկնությունը կանխելը։ Այս քրեական գործի քննությամբ բացահայտվեցին մի շարք անկարևոր թվացող հանգամանքներ, որոնք սակայն ամենակարևոր դերն էին ունեցել գրքերի գողության այս պատմության մեջ, նպաստելով հանցագործների ծրագրերի իրականացմանը։ Դրանցից առաջինը ազգային գրադարանի շենքի անվտանգության խնդիրն է։ Գրապահոցներ, որտեղ պահվում են մեծ արժեք ներկայացնող գրքեր, պարզվում է կարելի է մուտք գործել ցանկացած խանութից ձեռք բերած հասարակ բանալու օգնությամբ։ Իսկ անվտանգության տեսախցիկների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Իհարկե մենք նախաքննության ավարտին արդեն հանցագործությանը նպաստող պայմանների կապակցությամբ միջնորդություն արեցինք, միջնորդագիր ներկայացրեցինք Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությանը, որ միջոցներ ձեռնարկեն հնատիպ արժեքավոր գրքերի պահպանության համար նախատեսված գրապահոցների դռները ավելի անվտանգ կողպեքներով ապահովելու։ Մեկ այլ միջնորդագիր էլ նախաքննական մարմնի կողմից ուղարկվել է ոստիկանության ղեկավարությանը, նրանց ուշադրությունը հրավիրելով պետական պահպանության ոլորտում առկա խնդիրների վրա։ Բացի այն, որ ազգային գրադարանի շենքի պահապանները ծառայության էին գալիս եւ ծառայության վայրը լքում երբ կամենային, իսկ պահպանվող շենքի դուռը բացում ծանոթ անծանոթների առջև, նրանք ինչպես պարզվեց այս քրեական գործով, իրենց ծառայության վայրում նաեւ կերուխում են կազմակերպում, ընդ որում այլազգի ու անծանոթ մարդկանց հետ։ Պարզվեց, որ մինչև հանցագործության փորձի կատարումը դեկտեմբեր ամսվա 2011 թվականի Վաժա Ազարիաշվիլին եւ իր հանցակիցները Դավիթ Ղամբարյանին հավաքագրելու նպատակով պարբերաբար այցելել էին ազգային գրադարանի շենք եւ պահպանություն իրականացնող ոստիկանների սենյակում պարբերաբար զբաղվել էին ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ, հաց-կերույթներ էին կազմակերպել եւ արդեն այս պարագայում հասկանալի էր, թե ինչ մակերեսային, ինչ թույլ հսկողության հետ գործ ունենք